օրենսգիրք չէ, ուղղակի հայտարարություն է, որ մենք չենք պատրաստվում հեռանալ, դա հայտարարություն է այսօրվա բռնապետական ռեժիմի եւ հետեւաբար այդ օրենսգիրքը մեր համար որպես օրենսգիրք չի ընկալվում եւ չի ընդունվում։ Ինչ որ հռչակվում էր, փաստորեն դրանք ուղղակի հայտարարություններ էին եւ նորից մենք այդ արատավոր շրջապտույտի մեջ ենք գտնվում։ Դրա համար պետք են այլ մեթոդներ պայքարի եւ ես չեմ կարծում, որ իրենք ցանկություն ունեն զիջելու, եթե ունենային, ապա գաղտնի չէին պատրաստի մի փաստաթուղթ, որը ուղարկեին Վենետիկի հանձնաժողով եւ որը առանց քննարկումների, առանց կոնսենսուսի դնեին կառավարության նիստի ժամանակ քննարկման եւ ընդունեին։ Շուտով դուք կիմանաք, թե ինչ ձևաչափով ժառանգությունը մասնակցություն կունենա տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններին։ Մենք շատ ենք կարևորում այդ ընտրությունները, որովհետև դրանք ըստ էության նախաշեմն են ապագայի եւ հետեւաբար այդտեղ մասնակցությունը մեր պետք է լինի լիարժեք։ Իմ մեծ աղջիկները իրավաբան են, սովորում են եւ չգիտեմ ինչպիսի կլինի իրենց հետագա մասնագիտական ճանապարհը ինչպես կընթանա, ես չեմ իմանում, բայց փոքրերը չեն խրախուսում իմ գործունեությունը, նրանք ասում են, որ իրենք պետք է դառնան իրենց հայրիկի նման, բժիշկ պետք է լինեն, ինձ քննադատում են եւ ասում են, որ եւ պետք չի, որ ես գնամ ազգային ժողով։ Իմ աշխատասենյակում էր, տեսնում ինչ-որ մի բան ասում եմ, այստեղ կարող ես նստել, մեկ էսրանով զբաղվի եւ այլն, մեկ ես ինձ ասում, բայց այս քո տեղը չի, ասում եմ, ոնց իմ տեղը չի, սա է իմ աշխատասենյակը, ասում եմ, չէ, բայց այն որ ասում են անջատեք խոսափողը, դա տեղ չի։ Իա մեջ տպավորվել էր, որ ես որ գնում եմ աշխատանքի, իմ աշխատատեղը դա այնտեղ է, որտեղ անընդհատ անջատում են խոսափողը։